Սպիրկը ցեղասպանության հետ կազմված սպիրկը միատեսակ սպիրկ չէ։ Ոչ ալ այնպես ինչպես այսօր մագի անդամ երկիրներու գեսեն ավելի սպիրկ ունի, հայկական սպիրկը այդ սպիրկը չէ, որ իր հայրենիքին սպիրկն է։ Սպիրկը կազմված է մինչև այսօր Էսվարգյանը, մենք ունենք Լիբանանահայ սպիրկ, Եգիպտահայ սպիրկ, Իրաքահայ սպիրկ, Բարսկահայ սպիրկ, Բոլսահայ սպիրկ, Սուրիահայ սպիրկ եւ այլն եւ Երուսաղեմի Հորդանի հայերու սպիրկ եւ բնական է ցեղասպանության իբրև հետևանք, որ դարբեր երկիրներու մեջ հայկական ներկայություն ապահովեցավ, որովհետեւ նաեւ շփոթը չստեղծենք մեր մոտ արևմտահայերենով համայնք բարը կրոնական հասկացողություն է, արևելահայերով հավաքական հասկացողություն է, ես ներկայություն բարը ասի, եւ երբ այդ երկիրներեն արդակախտ պատահեցավ, յուրաքանչյուրը իր հետ տարավ այդ երկրի արածը, այդ երկրի սովորությունները, ավանդությունները, թեր չմոռնալով յուրաքանչյուրին հայրենակցական պատկանելիության ավանդությունները։ Ադոր վրա ավելցավ հայաստանյան սպիրկը եւ գազվեցան նոր սպիրկներ, այնպիսի երկիրներու մեջ, որ հատկապես միջին արևելյան կամ Բոլսեն եւ Բարսկաստանեն եղած արդակախտները այդ երկրները չէին ընտրած։ Այլ խոսքով մենք այսօր ունենք խայդաբղետ սպիրկ։ Եվ նախքան խոսիլը, որ սպիրկ Հայաստան հարաբերություն ինչպես պիտի դրսևորվի եւ ինչ պետք է անենք, ես կարծեմ, որ անհրաժեշտ է նաեւ մտածել կարևոր անհրաժեշտությամբ հրամայական սպիրկի մեջ ներքին նախ յուրաքանչյուր քաղուտի բարակային, ապա յուրաքանչյուր մնացյալ իրարու հետ գործակցության ծևերը գտնելու մասին։ Եվ ասիկա գսեմ բնական դակտապները մեկնած։ Լիբանանի մեջ հարկաստծո 2 տարին անգամ մենք խնդիր ունեցած ենք, հատկապես սպիրկահայ մեր քաղուտները հասած են մեզի, ամենամեծ մասշտաբով նավահանգիստի բայթումի ադեն, սակայն պետք չէ ուրանալ նույնասուրյո բարակային, որ Լիբանանեն կացողը, Սուրիայեն կացողը, երբ իրենց, այսպես ասած, երկրորդ մայր երկրին մեջ հարց պատահած է, շատ ավելի թյուրին ուզած են նվիրապերել, քան Բոլսեն կացող հայը, օրինակի համար, քան Երուսաղեմեն կացող է։ Սպիրկը միատեսակ սպիրկ չէ, պետք է մտածել նաև, որ մենք այս իմաստով ունենք ունենք, նախ յուրաքանչյուր քաղաքի մեջ ներքին միասնությունը, ինչ որ մենք Լիբանանի մեջ թեփքերու բերումով, բարդացանքով, որովհետև հոն դեսանք նույնասուրյո մեջ, դեսանք, որ այլապես չենք կրն արդիմանալ, որովհետև երկրի քաղաքական պայմանները նաև այնպիսին են, որ կշահագործեն քու ներքին բարակտումից։ Երկրորդ Հայաստան սպիրկը։ Սիրելիները, սպիրկի հանդեպ վերաբերումը, այո, իր այլանդակությամբ այսօր ամեն չափ սահման անցած է, բայց չմոռնանք, որ նոր չէ։ Դերևս շագերտով հասկանալի էր խորհրդային օրերու վերաբերումը, երբ հատուկ տեսակի մարդիկ միայն Հայաստան հրավիրվեին, հատուկ տեսակի մարդիկ երիտասարդներ Հայաստան Երևանի մեջ ուսանելու արտոնություն կստանային, սակայն նաև Հայաստանի անկախացումեն յետ նարին ճուդողներ գոչվեցան սպիրկի հայերը։ Լավ է նարինչը համով փան է ամեն բարակայի։
Սակայն այսօր այս վարչախումբին օրերում բոլոր նախատեսությունները եւ բոլոր դրամապանական սահմանները անցան եւ ինձ համար շատ հստակ է, որովհետեւ Սփյուռքեն թշկողողը Հայաստանի իշխանություններն առաջ Դագավին Թանսու Չիլերի եւ Թուրքիտ Օզալի օրերում Թուրքիո մեջ մինչեւ Էրդողան եւ Ալիև իրենք էին, որոնք Սփյուռքեն թշկող էին, իրենք Հայաստանի իշխանություններն թշկող չէին։ Այսօր այդ աջենդան է, որ կիրակորձվի։ Եվ բարձրապես պատմական փոքրիկ այսպես թրվակ չէ իրողությունը։ Ցեղասպանության յետք երբ ազգերու լիգան կազմված էր, League of Nations, եւ հայությունը դեղահանված պիտի հաստատվեր դեղմը, Թուրքիա ոգի իբրին աշխատեցավ ազգերու լիգայի մեջ, որ հայկական զանգվածները չդեղաթրվին, չբնակեցվին Թուրքիո սահմաններում վրա։ Թուրքիա, ներողություն, Սուրիա, Իրաք եւ քիչ Լիբան։ Եվ իրենց հասկացությամբ ճիշտ էր, որտեղ գլխացավ մի պատճառ էր ամիջական սահմանից վրա դեղահանած, ցեղասպանած ժողովուրդ հետ ողջ մնացողները ապրեցնես։ Եվ այնինչ որ այնադեն չհաջողեցան, այնադեն ծրագրած էին, այսինքն իրենց առաջարկը, որ այդ հայության մեկ մասը Թունուզ գրգվի, մյուս մասը Մադագասկար գրգվի, մինչև Կիպրոսի մասին խոսվեցան։ Այնինչ որ այնադեն չգրցան անել, արդյոք պետք չէ մտածել, որ Լիբանանի պատերազմին, 75-ի պատերազմին Թուրքիան չանք չթափեց նաև հագատիր կողմերում իր օժանդակություններում մեջ Ճամփուտ վրա 4-5 հրթիռ Բուչամուդի վրա արձակ է։ Ճամփուտ վրա նաև քանի հոգի թիրախավոր է ԱՀՊԳ սպանե արևանք է, որովհետեւ դգարացնե այդ քաղուտը, որովհետեւ դգարացնե սփյուռքահայության, այսպես ասած, կոյադևումը քիչ ավելի եւ երկարացկելու Լիբանանի հայությունը Գամ Սուրիո հայությունը, նույնասուրիո բարակայ։ Հիմա այսօր ասվիճակի մեջ ենք։ Հայաստանի ներկա իրենք սիրենք իշխանավոր գոչողները իրենց համար գլխացավ է Սփյուռքը, հստակ։ Այնպես ինչպես գլխացավ էր Արցախը։ Գներեք սիրելիներ իմ թերևս միամիտ համարձակությանս։ Այդ օր որ Փաշինյանը հայտարարեց Ստեփանագերդի մեջ Արցախը Հայաստանը եւ վերջ, ըսի Արցախի վերջը եկավ։ Որովհետեւ ինք այդ ըսավ ասելով, որ Արցախի ճակատագիրը ես կորոշեմ։ Եվ ինք որոշած էր Արցախի ճակատագիրը։ Արցախի ճակատագիրը որոշողը գիտեր նաեւ Հայաստանը ինչ պիտի լա։ Եվ Հայաստանի ճակատագիրը մինչեւ այս վարյանը եւ գուսանք մինչեւ հունիս 6 միայն իր ցերկն է Դագավին եւ պաստորեն 240 կիլոմետր քառակուսին գրդապազմանալ, եթե Աստված մի արասցե եւ եթե մենք Դագավին պիտի վստահենք, այսպես ասած մարդկային իրավունքներու մագի հայտարարության գներեք Լիբանանը նկատեմ սիրելիներ այդ ջնշումը վրաս է Դագավին, որ ամբողջ քաղաքագրթությունը իրավունքի մարդկային այսպես քաղցր մեծերու գոմե փոքր ժողովուրդներուն համար շինված գարկախոսներում հավատացած էինք, բայց կտեսնենք, որ մեր աչքերուն առջև այս բոլորը կկանթվի։ Այո, այսօրվա իշխանությունները Սփյուռքը կկանթեն, նախաբես ալ փորձեր գալային, սակայն չհաջողեցան, այսօր հստակ քաղաքականություն է, բահանջված քաղաքականություն է իրենց կողմը, եւ նաեւ մենք հոսնելիք ունենք, որբեսի շարունակենք
Հայաստանի pedagogian հանդեպ մեր նախանցախնդրությունը այո իշխանավորները գուքան ու գերտան ավեր գործեն շատ ժամանակ չունենք այդ ավերը որտեղ ամեն անգամ որ ավեր գործեն երբ նոր իշխանություն կա եւ դա աստված ընդդիմացություն կա ընդդիմացությունը իշխանության հասնի այդ գործվածը վերագանքնելու բացառիկ չկա ուր դարձյալ սպիրկը հստակ թերագադարություն Վերջապես սիրելիներ մերձավոր արևելքի մեր քաղաքներուն, որ այսօր մեր գործածող վերքն է, արյունող վերքն է։ Այո, նոսացած է միջին արևելքի քաղաքները։ Լիբանանի հայության թիվը անգումի մեջ է, Սուրիո հայության թիվը անգումի մեջ է, Եգիպտոս ոչ կավելնա ոչ կբաքսի, Իրաքի հայությունը stagnant situation է, Իրանը ինչ կրնա բադահիլ, հուսանք ոչինչ կբադահի, բայց տագավին մտահոգիչ է, ձոցի երկիրները ուր գործի պերմամ հատկապես միջին արևելք են հայ երկացած և գաշխատին, այսօրվա իրականության մեջ գրնա նոր դժվարությունները ստեղծել և մարդիկ բռնել արտակարգի ճամփան։ Այս բոլորով հանդերձ սիրելիներ պետք է նկատի ունենալ, որ վերջերս վտանգությունը զարգացած է, որ միջին արևելյան քաղաքները իրենց պարտականությունը ըրին վերջացավ, հիմա սպիրկը գրնան նոր մայրաքաղաքներ ունենալ, առանց մտածելու, որ մեր բոլորի մայրաքաղաքը Երևանն է և Երևանը պետք է լա, սպիրկը մերձավոր արևելքի քաղաքները այսօր գրնան սոսկ արևելակույնը մշակութային էնտիտիներ մնան, մորնալով, որ միջին արևելքի գարբը քաղաքներու մեջ մենք քաղաքական իրավունքներ ունենք, Լիբանանի մեջ սահմանացությամբ քաղաքական իրավունքներ ունենք, Սուրիո մեջ սահմանացությամբ չունենք, բայց տասնամյակներու ավանդությամբ ունենք, Գիբրոսի մեջ սահմանացությամբ ունենք, Բարսկաստանի մեջ սահմանացությամբ ունենք, իբրև փոքրամասնություն, սակայն մենք այսօր ասենք որ այս թերագադարությունը ավարտեցավ և մենք պիտի վերածվենք իբրև միջին արևելյան քաղաքներ մշակութային էնտիտիներու կենթադրեմ այնպես ինչպես Հայաստանի ներկա իշխանություններով անսասվանության գտիմվի նաև մերձավոր արևելքի քաղաքներու բարակային մենք մեր ցերկով մեր գործը կխանգարենք Իմ կարծիքով սիրելիներ այսօր դակավին մերձավոր արևելքը այն բահեստ է, որ Հայաստանի համար գրնաբայքարը շարունակել, սպիրկի միասնության համար գրնաբայքարը շարունակել և անպայմանորեն այս բայքարի մեջ գիտեք քանի ժամ է ժողովի մեջ ենք ավարտեցի Արևմտյան Հայաստանի և գրավյալ հողերու մասին ոչ մեկ արդայություն եղավ։ Այո, Արցախով մտահոգ ենք, Հայաստանի այսօրվա դրությամբ մտահոգ ենք։ Բայց երազները չեն գրնար ժամանակ ունենալ։ Երազները հավիտենական են։ Եվ մեր հիմնական նպատակներում մեջ զիջում չեն գրնար ունենալ։ Գրնանք ժամանակի ընթացքին հետաձգել առաջարկությունները ճշտել։ Բայց անպայմանորեն մեր բայկարը ազատ, անգախ, միացյալ Հայաստանն է, ամբողջական Հայաստանը, իր արևմտյան գրավյալ հողերով, իր Նախիջևանով, իր Արցախով, որովհետեւ անպայման իշխանությունները գերտան, պիտի երթան անպայման, եւ մենք անպայման պիտի վերադառնանք մեր բոլոր երազներու իրականացման։